Ողջույն սիրելի հայրենակիցներ, հերավար կապով Հայք Նյուզ լրատվականի եթերում ենք եւ հերավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել Գյումրիից քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Եվ կարծում եմ շատ կարևոր մի հարց ենք միասին քննարկելու։ Այսօր ես նկատեցի, որ դուք շատ կարևոր, կարելի ասել ահազանգ եք հնչեցրել նոր դրամաշնորհների կամ հանրությանը հայտնի է, չէ, ավելի այդ ծանոթ բառով ասեմ, գրանտների հոսքի հետ կապված գրանտներ, գրանտակերներ, այս ցավալի պատմությանը մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել եւ դրա վտանգավոր հետևանքները տեսել ենք։ Հիմա մենք կանդրադառնանք, թե ինչի մասին է ձեր ահազանգը։ Նախ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այո, տարիներ շարունակ մեր հասարակական տարբեր կազմակերպություններ, ցավոք պիտի ասեմ նաև լրատվական որոշ լրատվականներ, կայքեր մասնավորաբար ֆինանսավորվում էին դրսից, USAID-ից գրանտներ էին ստանում մեծ քանակությամբ, հստակ էր նպատակը, հա, քաղաքական էր եւ իրենք հստակ իրականացնում էին դրսից եկող այդ օրակարգը։ Մենք սակայն 2025-ին էր, եթե ես չեմ սխալվում, բոլորս այսպես ոգևորվեցինք, երբ տեղեկացանք, որ Թրամփը իր ընտրվելուց հետո հայտարարել էր, որ USAID-ին փակում է, դրամաշնորհների այդ հոսքը այլևս տարբեր երկրներ դադարեցվում են, իդեպ իրենք էլ ակնհայտորեն ասում էին, որ այո, դա ծառայեցվել է տարբեր քաղաքական նպատակներով եւ օգտակար չի եղել Միացյալ Նահանգների համար։ Այդ մասին ես իմ ձեռքի տակ կա այս պահին փաստը, որ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն, որ մենք դադարեցնում ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագիր, այսինքն USAID-ին, ինչպես ասացի, եւ ուզում եմ Ռուբիոյի միտքը մեջբերել 6 շաբաթյա ստուգումներից հետո մենք պաշտոնապես դադարեցրել ենք ծրագրի 83%-ը 5200 պայմանագրի շրջանակում, որոնք այժմ չեղարկված են, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ թե իշահ Միացյալ Նահանգների, այլ որոշ դեպքերում նույնիսկ ի վնաս։ Եվ ահա, այսպիսի հայտարարություն դա հայաստանյան դաշտում ոգևորություն առաջացրեց, որովհետև մենք մտածեցինք, բարեբախտաբար այլևս հոսքեր չեն լինի, այլևս օտարի այսպես օրակարգը թելադրող կամ սպասարկող հասարակական կազմակերպություններ եւ նաեւ ԶԼՄ-ներ կդադարեն լինել գործել Հայաստանում։ Սակայն ձեր ահազանգը այսօր փաստորեն հակառակի մասին է փաստում, ի հայտ է եկել մի նոր կազմակերպություն։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ ներկայացրեք, ինչ կազմակերպություն է կամ ինչ հիմնադրամ է, որը հիմա նոր գրանտներով է լցնելու մեր հասարակական դաշտը, խնդրեմ։ Ուրեմն նախ նշեմ, որ կազմակերպությունը ինքը նոր չի, հիմնադրվել է դերևս 1983 թվականին, եւ ինչպես դուք նշեցիք, այո, Թրամփը եւ իր վարչակազմը փորձեցին անընդհատ այսպես քննադատել եւ ներկայացնել, որ USAID-ին ինքը նաև անպտուղ կազմակերպություն է, չէ, օրինակ նաև տեսեք նույն Իլոն Մասկը ասել էր, որ շատ դեպքերում USAID-ի ծրագրերը որպես այդպեսին չեն ծառայել իրենց նպատակներին եւ շատերի մոտ իսկապես դա նաև որոշակի տպավորություն ստեղծեց, որ այ Թրամփը որոշել է աշխարհակ չխառնել կրկին իրար եւ փորձել ավելի այսպես քաղաքական, ավելի նորմալ ձևով առաջ տանել ամերիկյան շահերը եւ հետեւաբար, բայց նաեւ մենք վերջերս նկատեցինք մի շատ կարեւոր բան, օրինակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ինքը վերածվեց նոր անվան պատերազմի նախարարություն, այսինքն սա առաջնահերթ նաեւ ցույց տվեց Ամերիկայի վարվող արտաքին քաղաքականության որոշակի ագրեսիվությունը։ Այլ նշված կազմակերպությունը, որը կոչվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, ինքը նույնպես աչքի է ընկնում որպես պատերազմի ինչ-որտեղ կազմակերպություն, հեղափոխությունների կազմակերպություն, տեսեք ինքը երբ որ 1873 թվականին հիմնադրվել էր, իր նպատակները եղել էր նաև ինչպես եւ հետագայում հիմնադրամի ղեկավարներն էին հայտարարել, իրենց նպատակները եղել էր որպիսի կենտրոնական հետախուզությունների վարչության փոխարեն իրենք նաև զբաղվեն Ամերիկայի շահերը պաշտպանելով եւ այդ շահերը պաշտպանելը բնականաբար պետք է իրականացնեն դրամաշնորհային եւ առհասարակ ֆինանսական գործիքների միջոցով։ Օրինակ նույն էս հիմնադրամի հիմնադիրները նաև հետագայում
ղեկավար կազմը, իրենք հիմնականում են մարդիկ են, ովքեր ենթադրենք նախկինում ծառայել են ՆԱՏՕ-ում զբաղեցնելով որոշակի բարձր պաշտոններ, մարդիկ, ովքեր աշխատել են կենտրոնական հետախուզությունների վարչությունում եւ զբաղվել են էլի ունեցել են խոշոր պաշտոններ։ Օրինակ, այս կազմակերպությունը ինքը ժամանակին Լեհաստանում Սոլիդարություն հիմնադրամին է ֆինանսավորել, որը այնքան էլ բարի համբավ չունի Լեհ ժողովրդի մոտ, կամ Չեխոսլովակիայի հետ Խորվաթիա 77 ծրագիրն է իրականացրել, Սերբիայի օտ-պոշտ ծրագիրն է իրականացրել։ Նաև ես ցեզ ասեմ, մինչև այս նույն կազմակերպությունը 2004 թվականին դրամաշնորհներ է տվել նաև այնպիսի մարդկանց, ովքեր Չեչնիայում Շամիլ Բասաևի հետ եղել են անմիջական կապի եւ հենց այս նույն կազմակերպությունն է, որ Ռուսաստանում այդ անջատողական ծրագրերին ֆինանսավորել եւ վերջին տարիներին նաև Ռուսաստանը շատ խիստ ձևով արգելել է այս հիմնադրամի եւ այդ հիմնադրամի հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Այսինքն մենք այստեղ ուղղակի այսպես շատ կարճ դիտարկելով տվյալ կազմակերպության կենսագրությունը մեզ համար հասկանալի է դառնում, որ ինքը զուտ զբաղվում է Ամերիկայի այսպես կենտրոնական հետախուզությունների վարչության ծրագրերը իրականացնելով եւ մենք գիտենք, որ այդ ծրագրերը իրենք բխում են միայն Ամերիկայի շահերից եւ բնականաբար չարիք են դարձել աշխարհի տարբեր երկրների կողքին։ Այս նույն կազմակերպությունն է, որ ժամանակին ֆինանսավորել է արաբական կառուն, այսպես ասած, հեղափոխական երիտասարդներին։ Ահա։ Եվ արդյունքում մենք արդեն շատ կարճ ժամանակահատվածում տեսել ենք իրականում ինչ է տեղի ունեցել։ Եվ հատկանշական է, որ ծրագրերը սկսել են, այսպես ասած, գրանտները սկսել են բաժանվել 2025 թվականին, եթե չեմ սխալվում, վերջի ծրագիրը, որ հատկացվել է, արդեն եղել է 25 թվականի հուլիսի 15-ին, մոտ 26 կարծեմ, գրեթե 4 միլիոն դոլարի ֆինանսավորումներ է եղել եւ եղել է այնպիսի կազմակերպություններին, որոնք ուղղակի դերևս սորոսական, այսպես ասած, ժամանակներից ձևավորված են եղել եւ կենտրոնացված պետականական գործողությունների վրա։ Ավելին ասեմ, այստեղ այդ նույն ծրագրերի մեջ բավականին մեծ գումարներ կար հատկացված նրանց, ովքեր պետք է զբաղվեին տեղահանված անձանց խնդիրները գույքագրելով։ Բնականաբար, թե ներկայիս կառավարիչների համար եւ թե թուրք ադրբեջանական շահերից բխում է, որպեսզի հնարավորինս այստեղ ավելի կառավարելի լինեն մեր Արցախահայ բարեկամները, որովհետեւ վերջին հաշվով իրենք բավականին լուրջ ռիսկ են ներկայացնում կառավարիչների համար, հաշվով առնելով, որ հենց հավը, որը բոլորիս է, ավելի այսպես օրգանական է նստած այդ մարդկանց վրա։ Մարդիկ կորցրեցին այս բոլորի պատճառով, կորցրեցին ամեն ինչ, սկսած իրենց Այո։ մանկությունից վերջացած այսպես ասած ապագայի նկատմամբ իրենց ծրագրերը եւ այս գործողությունները, որոնք ֆինանսավորվել են, իրենք ավելի ակնառու կդառնան 2026 թվականի ընթացքում, այսինքն ձմռանից սկսած երևի թե մինչև հերթական ընտրությունները, իսկ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք եւ տեսնում ենք, թե ինչքան կարեւոր է այս իշխանությունների եւ առհասարակ նրանց հովանավորների համար իրենց վերարտադրությունը, որովհետև այդ վերարտադրությունը չլինելու պայմաններում իրենք տարիներ շարունակ իրենց տարած, այսպես ասած, ջանքերը, ֆինանսները, ռեսուրսները միանշանակ կորցնելու են։ Շատ լավ, պարոն Պողոսյան, մեկ Հետևաբար, հարց։ Եթե կարելի է այստեղ մեկ հարց, ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամ։ Մենք արձանագրենք, որ հիմա սպասվող հոսքը գրանտների կամ դրամաշնորհների, հայերեն ասած, գարու է այս կազմակերպությունից կամ հիմնադրամից։ Ես ձեր ներկայացրածից հասկացա, որ ի տարբերություն սորոսական դրամաշնորհների, որոնք այսպես քողի պես մի տեսակ թաքցնում էին իրականությունը, այսինքն մի քիչ բնապահպանական էին, մի քիչ կրթական էին, մի քիչ հա, այսինքն սոցիալական խնդիրներ էին փորձանում լուծել եւ այն մարդիկ, ովքեր ստանում էին այդ գրանտները, երբեմն ասում էին, չէ, մենք շատ դրական լավ բաներ ենք անում, լավ գործ ենք անում, եթե մամուլ էր դեպի հոսում այդ փողերը, ասում են, չէ, մենք նպաստում ենք մամուլի ազատ խոսքի զարգացմանը։
Այս իհարկե դա բոլորը այսպես քող էր, դրա տակ թաքցվում էր ամբողջ իրականությունը, իսկ իրականությունը քաղաքական ծրագրերն էին։ Եթե օրինակ գրանտակերներին տալիս էին 10 հատ լավ ծրագիր, հա, համաձայնվում էին այդ 10 ծրագրին, օրինակ եմ ասում, մյուս 20-ը լինում էր ազգակործան, պետականակործան։ Դրա ակնհայտ մենք տեսել ենք 20 տարիներ ավելի։ Հիմա այս կազմակերպությունը, այս հիմնադրամը ձեր ներկայացրածից ես հասկացա, որ ամբողջությամբ քաղաքական է եւ ամբողջությամբ հենց ամերիկյան այդ շահերն է սպասարկելու երևի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Այդպես է։ Ուրեմն տեսեք, իրենց ծրագրերը, իրենց անվանակարգերը նույնպես շատ այսպես գեղեցիկ փաթեթավորում ունեն։ Ừm, Ասենք օրինակ մի դեպքում գրված է ու աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների, չգիտեմ, կարիքները բարելավելու։ Մյուս վայրում գրված է օրինակ նպաստել կանանց ավելի ներգրավվածությունը քաղաքական Հա, հարցերում։ Այսինքն բոլոր ինչպես դեպքերում միշտ սրանց բոլոր։ բոլորի ծրագրերը նույնն են։ Ừm, Իրականում իրենք շատ գեղեցիկ փաթեթավորմամբ փորձում են հանրությանը մատուցել այն ամենը, ինչը իրականում ոչ միայն գեղեցիկ չի, նաև շատ վտանգավոր է։ Տեսեք, նույն հաջողությամբ նաև այսօր գործում են ներկայիս իշխանությունները, չէ՞, օրինակ նույն Փաշինյան Նիկոլը ասում է, այ ես պետք է գնամ Ադրբեջանին տամ օրինակ Հայաստանից տարածք, դրա անունը պետք է տնենք Թրամփի ուղի, բայց դա անում ենք հանուն մեր ինքը իշխանության, տարածքային իշխանության, ամբողջականության։ այսինքն մեր հա, ավելի անկախ լինելու, ավելի ինքնուրույն լինելու համար, բայց բոլոր դեպքերում մենք հասկանում ենք, որ այստեղ ինքնուրույնության խնդիր չկա, այստեղ անկախության խնդիր չկա, այստեղ կա ընդամենը սեփական տարածքը տալու եւ սեփական երկրում գերի հայտնվելու մի իրավիճակ։ Այ նրանց բոլորի գործողությունները դա կլինեն խոսքի այդ շահերի սպասարկումները Հայաստանում որպես կառավարիչ թե արտասահմանում որպես փորձագետ, իրանք բոլորը ընդամենը նույն տեղից, նույն մեթոդիկայով կառավարվող անձիկ են եւ Ừm, կազմակերպություններ են։ Այսինքն խոշոր հաշվով, եթե մենք փորձենք այդ ձեր ասած տարբերությունը նկատել այս կազմակերպության տված դրամաշնորհների կամ USAID-ի կամ ասենք Soros-ի մյուս այլ հիմնադրամների միջև բացարձակապես իրենք ամեն ինչով նույնն են։ Նույնիսկ դերակատարներն են նույնը։ Այսինքն այստեղ ահազանգս նաև ոչ թե նրա համար է, որ չգիտեմ կարող է ինչ-որ մարտիկ նորից հայտնվեն այս իրավիճակում նոր կազմակերպությունների տեսքով նոր հա, մոլորյալներ, ոչ իրենք նոր մոլորյալները չեն փնտրում։ Այսինքն իրենք ժամանակին ձևավորել են որոշակի գործիքներ, որոնք ավելի շուտ նաև ռումբեր են մեր պետության տարածքում գործելու, եւ այդ ռումբները իրենք աշխատում են զուտ ֆինանսական, այսպես ասած, ֆինանսի միջոցով։ ừm, Ի տարբերություն սովորական մայրական ռումբների, որոնք աշխատում են, չգիտեմ, վառոդի օգնությամբ, սրանք աշխատում են զուտ բանի գումարի միջոցով եւ այո, հետեւաբար այստեղ ուղղակի ինչ ներ ավելի գումարների շատ այսպես պարոն, ահազանգով որ մենք նկատեցինք որ այդ զինքերը սկսում են նորից գործել, արդիական դառնալ եւ այո։ Պարոն Պողոսյան, նորից դուք սկսում այստեղ են այսպես գործի դրվել 2026-ի ընտրություններից առաջ։ ես ուզում եմ մեկ հիշեցում անել հենց ձեր գրառումից, դուք նշում եք 50,000-ից մինչև 500,000 ընդհանուրը 3,860,000 դոլար, այսքան դրամաշնոր է հատկացվել Հայաստանի ՀԿ-ներին շուրջ 26 ծրագրի համար։ Մի փոքր կմանրամասնեք, դուք գիտեք, որ ՀԿ-ներն են օրինակ, որ ՀԿ-ներին է ուղղվել։ Անկեղծ ասած, դեռևս չեմ կարող որևէ ՀԿ-ի անուն այսպես ասած տալ, ես ուղղակի դեռևս ուսումնասիրում եմ բոլոր այն բաց աղբյուրները, որտեղ որ ինձ հասանելի ձևով ներկայացված է դրամաշնորհները, բայց առաջիկայում կարծում եմ մենք ավելի մանրակրկիտ կունենանք ու շատ ավելի ընդգրկուն ինֆորմացիա եւ բնականաբար այդ ինֆորմացիան կկիսվենք բոլորի հետ։ Շատ լավ։ Հիմա եկեք փոքր-ինչ ավելի հստակեցնենք այս անգամ եկող այդ գումարների հիմնական նպատակը։ Հասկանալի է, քաղաքական է։ Իդեպ ասեմ, որ Սորոսի խողովակներով վստահ եմ դուք շատ լավ գիտեք, տարիներ շարունակ հոսել են նաև թուրքական գումարներ։ Հենց թուրք-ադրբեջանական գումարներ են հոսել եւ ավելին մենք այլևս վերլուծելով այս 7 տարիների ընթացքը 2018-ի իշխանափոխությունը վստահաբար արդեն կարող ենք փաստերն այնքան հստակ եւ խոսուն են կարող ենք ասել որ տեղի է ունեցել մեր երկրում գունավոր հեղափոխություն եւ այդ հեղափոխությունը
10 տարուց ավելի պատրաստվել է հենց քարոզչական դաշտում եւ Սորոսից ստացվող այդ գումարներով անընդհատ եւ ատելություն էր գեներացվում արցախցիների հանդեպ, որ เป զի հեշտությամբ, հա, հայրենիքը կորցնելու այդ հեշտությամբ գնար հայը դրան։ Շատ ցավալի բան եմ ասում, բայց անդադար այդ Ղարաբաղցի հայաստանցի այդ թեզը պտտում էին հենց այդ կայքերը, հենց այդ լրատվամիջոցները, Այո, որոնց իհարկե Ու ակտիվ ոչ միայն, դերակատար տեսեք, ոչ Նիկոլ միայն Փաշինյանն էր, արցախցիների մասով, Փաշինյանի կներեք, կայքն էր։ օրինակ, տեսեք, ես Ըհը, մի քանի օր առաջ էլ եմ այդ մասին խոսել, իմ գրքում էլ առանձին ունեմ այդ մասով այսպես այո, բանալած, իրենք են բոլոր արժեքները սկսած 90-ականների վերջից փորձեցին սևացնել, օրինակ, տեսեք, իրենք Արցախի մասով խոսում են, որ Արցախը շատ վադն է, օրինակ, շատ տեղեր Արցախը ներկայացնում էին որպես անխնամ, ցեխոտ, չգիտեմ, անապադային ինչ-որ վիճակ, եւ ինչի էր տարվում, որպեսզի այն իրական դրախտավայրը, որը կար Արցախում, մեր ժողովրդի աչքին ինքը վերածվեր որպես դժոխք, որպես մահվան վայր։ Կամ նույն ձևով իրենք անընդհատ թիրախավորում էին բանակին եւ ինչի էին թիրախավորում այո, բանակին, որովհետեւ իրենք խնդիր ունեին ամբողջովին բանակը դուրս բերել հասարակության ուշադրության կենտրոնից եւ տանել բանակի քայքայմանը, սա իրենց համար չափազանց կարևոր է, տեսեք փորձենք այսպես զուգահեռներ, եթե անցկացնենք, այսօր դուք տեսնում եք ընդդիմադիր դաշտում որևէ մեկը որևէ կերպ չի անդրադառնում բանակին կամ անդրադառնալու դեպքում շատ զգուշորեն է անդրադառնում, որովհետև իրականում այն մեր համար բանակ իսկապես սրբության սրբոց է եւ մենք ոչ մի կերպ չենք ուզում դա վնասել։ Իսկ հիշեք մինչև 18 թվականը ինչպիսի այսպես մոդեցում կար այն ժամանակվա ընդդիմադիրների եւ ընդդիմադիր մամուլի կողմից դեպի ուղղված բանակը։ Կամ ասենք նույն հերոսներին սևացնելը, չէ՞, 21-րդ տարում 2025 թվականում Հայաստանում գրեթե հերոսներ չկան, ու պաշտոնական մասով ներկայացված է։ Լավագույն դեպքում կարող են հերոս դարձնել միայն հարգատուին, իսկ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հարգատուն դա ընդամենը պարտավորություն կատարող անձ է, որը չի կարող լինել հերոս։ Իսկ մինչ այդ իրենք այդ նույն հերոսներին փորձեցին սևացնել, կամ օրինակի համար տեսեք նույն ժողովրդավարության անվան տակ դատական իշխանությունների բարելավում, իրավապահ մարմինների բարելավում, դրանց անվան տակ ինչքան գումարներ մտցրեցին Հայաստանում եւ իրականում մենք այսօր ինչպիսի դատական համակարգ ունեցանք։ այո, այո, Ընդամենը WhatsApp-ով կառավարվող դատական համակարգ ունենք։ Հասկանում եք, սա ամենամեծ աբսուրդն է, որ դատավորները ըստ էության արդեն զրկված են նույնիսկ իրավաբանությամբ զբաղվելու, եթե ես չեմ ասում նախկինում ամեն ինչ շատ լավ էր, բայց նույնիսկ եթե նախկինում դատավորը ինչ որ բան պետք է աներ որևէ մեկին կմա հաջող ձևով ինքը պիտի նստեր ժամերով, գուցե օրերով աշխատել, որ կարողանար գտնել իրավական որոշակի այո, այսպես հիմքի, հիմնավորումներ, որ կատարեր իր սև գործը, իսկ այսօր դատավորը այդ խնդիրը չունի, իրեն վերևից ասում են, ինքը նույնիսկ դատական նիստին կարող է չներկայանալ, որովհետև բացարձակապես պաշտպանը կողմի ներկայացված ոչ մի արգումենտ այլևս իրեն հետաքրքիր չի եւ ինքը կարող է ցանկացած տեսակի որոշում վճիռ կայացնել, գիտենալով որ որևէ մեկը դրա համար իրեն չի պատժելու։ Այսինքն սրանք այս ամեն ինչը այդ նույն հիմնադրամների գործողությունների գործունեության արդյունքներ կամ թեկուզ նույն եկեղեցու նկատմամբ են թիրախավորում են ձևավորած այո, ատելությունը, որը անընդհատ այս տարիներին էլ փորձում են գեներացնել։ Հասկանալի է, չէ՞ ինչի համար դրանք արեցին։ ըհը, Ես նաև մեկ ուրիշ փոքր փաստի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Տեսեք, գոնե իմ եւ ձեր սերունդը, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ ամենալավ ընտանիքի ինստիտուտը դա հայկական ընտանիքի ինստիտուտն է։ ավանդական մեր ընտանիք, Ավանդական ընտանիքի ինստիտուտը, որտեղ բոլորը ունեին իրենց ձևը, իրենց դիրքը, իրենց տեղը։ Եվ ես հիշում եմ դերևս ուսանող էի 90-ականների վերջին, երբ որ լայն տարածում էր գտել այնպիսի գենդերային շարժումներ, ֆեմինիստական շարժումներ, որոնք ամենուր փորձում էին հայ կնոջը ներկայացնել ծեծված, ջարդված զո, բայց իրականում ոչ իմ մայրը, ոչ ձեր մայրը եւ տատիկները երբեք զո չեն եղել, ընդհակառակը ընտանիքում ամենահարգված, ամենասիրված այո, մարդիկ են եղել։ Բայց այս տերմբերով այն ժամանակ իհարկե ոչ հանրությունը եւ ոչ էլ իշխանությունները չկարողացան այդ ամեն ինչը ճիշտ ընկալել եւ չհասկացան, որ խփվեց հիմքերին։ Փառք Աստծո, եկեղեցուն ինչքան էլ հարվածեցին, եկեղեցին այսօր չափազանց ամուր է, երևի թե ոչ թե երևի թե հաստատ Հայաստանում ամենաամուր այո, ինստիտուտն է։ այո, այո, Շատ ավելի ամուր է, քան հասարակությունը օրինակ գիտակցում է։ Բայց դրա հետ մեկտեղ մենք չկարողացանք պահպանել այն մյուս կարևորագույն ազգային ինստիտուտները, որոնք կարող էին ունենալ այդ նույն
հայապահպանության դերը, ինչպիսին, ասենք, ունի եկեղեցին։ Եվ հետևաբար այսօր տրված ցանկացած նման ֆինանսավորումները իրենք գալիս են էլ ավելի քայքայելու մեր հանրության, մեր հասարակության մեջ եղած են կարևորագույն հիմքերը, որոնք կոչված են մեզ պահելու եւ պաշտպանելու։ Պարոն Պողոսյան, պատկերացնում եք մեր այս շոկի մեջ դեռ պատերազմի այդ շոկից լիարժեք դուրս չեկած մեր այս ժողովուրդը, որը զգոնությունը կորցրել է, տարված է կեղծ խաղաղության թեզերով, հանկարծ վրա են հասնում հիմա այս նոր գումարներ գրանտներ ստացած ՀԿ-ների քարոզչությունը։ Ես ուղղակի սարսափում եմ, թե ինչ կստացվի, ուղղակի ամեն ինչ կփոշիանա մեր երկրում։ Այն, որ այսօր մենք հոգևորականներ ունենք բանտված, այդ անարդար իրավական համակարգի եւ մեկ անձի քաղաքականության իրականացման, Հենց այդ դրամաշնորհների այո, արդյունքում այդ ոնց է։ դրամաշնորհներ եւ այդ անտարբերությունը, որ այսօր չկա մեր փողոցներից, մարդիկ պիտի տուն չգնային, քանի դեռ մենք ունենք բանդված հոգևորականներ, սրբազաններ ունենք բարերար, ազգային բարերար, որն իր ամբողջ կյանքում մեծ բարեգործություն է անել իր ժողովրդի, իր հայրենիքի համար, նկատի ունեմ Սամվել Կարապետյանին։ Բայց ինչ է կատարվում, հա, բոլորս անտարբեր ենք դարձել, այսպես չենք ուզում հասկանալ ինչ է կատարվում, բազմաթիվ հայրենասեր զինվորականներ կան դեռ բանտված, շարունակում են բանտերում պատվել, շատերս չգիտենք էլ իրենց անունները։ Սա ողբերգություն է։ Ու հիմա այս ահավոր իրավիճակին Արցախը կորցրած, այս խայտառակ իրավիճակում, որտեղ ամեն օր թուրքական օրակարգն է իրականացվում երկրի ղեկավարի կողմից, վրա են հասնելու այս մյուս գիշատիչները իրենց քարոզչությամբ։ Ոնց ենք սրա դեմն առնելու։ Իդեպ մի բան էլ ասեմ եւ լսեմ ձեզ, հա։ Մի պա այսպես անդադ դժգոհում ենք, ասում ենք, այսօր են այս իրավապաշտպանները, այսքան մարդիկ են բռնվում, այսքան բաներ են կատարում, հեծը ընդամենը 2 օր առաջ լիցենզիայից զրկեցին, սեփականատիրոջից պոկեցին, խլեցին, երևի թե նպատակ ունեն թուրքական ինչ որ կազմակերպության տալ, երևին որն է, արդեն ակնհայտ երևում է, հա, իրենց գործողություններից։ Եվ չկա մի իրավապաշտպան, որը ձայնը կբարձրացնի, թե այդ հարցի հետ կապված, թե բանակում տեղի ունեցող խայտառակ իրավիճակների հետ կապված։ Եվ իմաստը նրանք լռել էին ինչու։ Բոլորիս համար պարզ է, չէ, ինչու էին լռել։ Իրենց սնուցողները դրսում էին, արտաքին տերերը փող չէին տալիս, լռել էին, բերանները փակել էին։ Հիմա այդ մարդկանց բերանը բացվելու է եւ բացվելու է համաձայն թելադրվող այդ արտաքին օրակարգի։ Հիմա մենք այս ամեն ինչի դիմացը ոնց ենք առնելու։ Մենք ունենք հնարավորություն։ Ես ուզում եմ այդ մասին նաև խոսել։ Միանշանակ մենք ունենք այդ հնարավորությունը, որովհետև այս տարիներին այս զուգահեռաբար այդ նույն ձեր ասած ճակերտավոր իրավապաշտպանների հայտ եկան եւ իրենց գործունեությամբ, անշահախնդիր գործունեությամբ սկսեցին պայքարել շատ ավելի պրոֆեսիոնալ իրավաբաններ։ Փառք Աստծո, այսօր մենք ամենուր տեսնում ենք իրանց Աստանավանները մենք, գործունեությունների այո։ եւ գործունեության արդյունքը։ Այս ընթացքում այդ ձեր ասած լրատվականների փոխարեն իհայտ եկան այնպիսի լրատվամիջոցներ, ովքեր այսօր լրագրողներն, օրինակ, ես չեմ ուզում այս պահին նշել որևէ մեկի անունը, որպեսզի մյուսները չնեղանան, բայց բոլոր դեպքերում ամենքս էլ տեսնում ենք, որ առաջնագծում հիմա լրագրողները այսպես միկրոֆոնը, կամերան վերցրած, ինչպիսի կռիվ են տալիս Այո, այս իշխանությունների հետ։ Այդ նույն իրավիճակում մենք այսօր ունենք ավելի կատարելագործված եւ ավելի պատրաստ մարտիկներ, որոնք նույնիսկ բանակում չծառայելով հանդերձ, այսինքն բանակից դուրս են եկել, որովհետեւ չեն կարողացել համակերպվել այն կորուստների հետ, ինչը իրենց պարտադրվել էր, այսօր իրենք կան ավելի ուժեղ են ոգով եւ վաղը մյուս օր իրենք կվերադառնան բանակ շատ ավելի պատրաստական ձևով, շատ ավելի այսպես նվիրված բանակաշինության գործողություն։ Մեզ ընդամենը պետք է մի բան, համբերատարություն, մեզ պետք է ողջախոհություն եւ չհուսահատվել։ Եվ ամենակարևորը, նաև չգնալ որևէ տեսակի պառակտիչ գործողությունների։ Այսինքն մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք գիտակցել մի բան, որ Հայաստանի փրկությունը կախված է մեզանից, անձամբ ինձանից, ձեզանից, մյուսից, եւ մենք այդ ճանապարհին առհասարակ պետք է միմիայն համագործակցենք։ Մենք պետք է միմիան ստիգունք պահել եւ արդյունքում ես վստահ եմ մենք շատ շուտով թեկուզ շատ ավելի քիչ ռեսուրսներ ունենալով, քան կա ունի այս իշխանությունը եւ նրանց
տալիս են այդ թուրք-ադրբեջանական տարբեր հիմնադրամներ, միևնույն է, եթե մենք կարողացանք մեր միասնությունը ապահովել եւ համախմբված կոչել, ես վստահ եմ մենք կունենանք շատ մեծ հաջողություններ։ Ինչպես բոլոր հարցերում, այս հարցում եւս մեզ միասնությունն է միայն փրկելու։ Խոսքս, երբ որ ես ասում Այո, եմ մեզ, պարոն Կարապետյան, ուզում եմ հստակեցվի, ազգային ուժերի մասին է խոսքը, որովհետև այդ մեզի մեջ կարող է տարբեր բաներ հասկացվեն, ոչ, այնտեղ միայն կարող են լինել այն մարդիկ, ովքեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրական հետևորդ են, ոչ թե կեղծ պատարագների ու բեմադրությունների, այսպես մասնակիցներ կամ իրականացնողներ, այն մարդիկ, ովքեր այո, ավանդական հայ ընտանիքի գաղափարի եւ արժեքների կրողն են, մեր ազգային արժեքների կրողն են, մեր իրական ինքնության համար պայքարող մարտիկներ են, այդ դաշտում ճիշտ նկատեցիք, կան եւ շատ ազնիվ լրագրողներ եւ լրատվամիջոցներ, կան ձեր նման ակտիվ հայրենասեր քաղաքական գործիչներ, մնում է որ նորաձուն, կարողանանք համախմբել այդ ներուժը, դա ամենակարևորն է։ Ես միշտ այս դեպքերում հիշում եմ Չարենցի խոսքը, մեր միասնությունը մեր ուժն է, չէ՞, մեր միասնությունը մեր ուժի մեջ իհարկե, է։ ու դուք նաև շատ կարևոր բան ասացիք, կներեք ընտանեցի, դուք նաև տվեցիք իմ բանաձևը, թե ովքեր կարող են լինել իսկապես ընդդիմադիրներ։ Այո, Այո։ նրանք, ովքեր կողմնակից են հայ ավանդական ընտանիքին, ովքեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդն են, ովքեր բանակի թիկունքին են կանգնած եւ ամենակարևորը նրանք, ում համար ովքեր դեռ փակված չի եւ չի փակվելու Արցախը վերադարձնելու էջը։ Ես շատ շնորհակալ եմ այս Ես շատ էլ եմ հստակ շնորհակալ։ եւ շատ ահազանգ, կարծում եմ մենք միասին համատեղ ահազանգ հնչեցրեցինք, որ պետք է զգոն ու ուշադիր լինենք համախմբված, թույլ չտանք, որ որևէ ՀԿ, որը վաղը հերթական մի գրանտով, այսպես յուղոտ մի պատառ է վերցնելու, իր ստամոքսը բավարարելով, բայց պետությունը վերջնականապես ոչնչացնելով։ Իդեպ ես ուզում եմ նաև հստակեցնել, որ պետությունը եւ օրվա իշխանությունը խիստ տարբեր բաներ են, հա, մեր խոսքը վերաբերում է մեր պետությանը, մեր պետականությանը, մեր ազգային արժեքներին։ Պարոն Պողոսյան, կապի մեջ կլինենք եւ հաճախակի ձեր օգնությամբ փաստերը կհրապարակենք կանխելու համար մեր միասնական ուժով կանխելու համար հնարավոր սպասվող նոր վտանգները։ Ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով ես հարցազրույցի էի հրավիրել Գյումրիից հարգարժան քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին, լավ եղեք, կհանդիպենք։